Ողջույն, եթերում է Նժարի ուժը պատկաստը եւ այսօրվա իմ հյուրն է շատ մի մասի համար անսպասելի, մի մասի համար շատ սպասված հյուր, բոլորին դեմ եմ նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյան։ Շատերի համար ինչու է անսպասելի, որովհետեւ գուցե այն Ռուսեն ասում են պիրիպալկը, եթերը, որը տեղի ունեցավ, շատերի համար անսպասելի է, որովհետև ասում են, ոնց կլինի դուք հետո հանդիպել եք, հետո խոսել եք, իհարկե հանդիպել ենք, իհարկե խոսել ենք, դա շատ նորմալ է, որովհետև մարդիկ, ովքեր անձնական ամբիցիաներով չեն տառապում, մարդիկ, ովքեր արժեհամակարգի կրող են ու իսկապես պետության շահով են առաջնորդվում, չեն կարող ուղղակի չհանդիպել, այդ առաջինը, եւ ինչու է սպասված, որովհետև չգիտեմ ձեզ ոնց, բոլորին դեմ եմ, բայց Նժարին երևի անհաշվելի թվով անգամ մարդիկ փողոցում, դրսում, նամակներով անդադ այդ նույն բանը հարցնում են, այ պրոյեկտների մեջ նմանություն կա, ինչու դուք չեք հանդիպում։ Մեզ էլ հարցնում են, մեզ նույն լրագրողները նույն հարցը տվել են համ մեզ, համ ձեզ։ Փաստորեն մենք հնարավորություն կա հիմա խոսելու, բացի նրանից, որ մենք պիտի ասեմ, որ մենք նաև առանձին եթերից դուրս եք բնականաբար հանդիպել ենք, զրուցել ենք, ինչպես այլ քաղաքական ուժերի հետ, այլ նախաձեռնությունների, թիմերի, անհատների հետ, չհանդիպել բոլորին դեպքում հետ անտրամաբանական կլիներ, ու երևի փորձենք խոսել, հա, հասկանանք ինչ իսկապես նմանություն կա պրոյեկտների մեջ, ու հասկանանք տարբերությունը, նմանությունը որտեղ է ու ինչ որտեղ է, հա, ասում եմ, այդ մի փոքր դժվարությունը, որ մենք դեռ չենք կարողանում հասկանալ, հա, ինչն է մեզ խանգարում, օրինակ, չգիտեմ, ընդհանուր պրոյեկտ ունենալ, ենթադրենք։ Խնդրեմ, գնացինք։ Նախ հա այդ միջադեպը, որը մեր ձեր թիմերի մեջ տեղի ունեցավ, ինչ որ էսկալացիաներ ապրեց, այդ ընթացքում մեր ընդհանուր ընկերներից վաղուց երկուսից կամ թիմերին ճանաչող որ հարցնում էին, բան ասում էին, ժողովուրդ հանգիստ էլի, ինչ անձնական է կհարթվի, մնացածն էլ խոսալու բաներ, հա, ու ուրախ եմ, որ հիմա համ էլ այդ մարդկանց կանանք ցույց տանք, որ համ մեր, համ ձեր հավաստիացումները ճիշտ է եղել, որ այդ ամեն ինչը հնարավոր է հարթել։ Մի վարքյան ստեղ ընդհատեմ, ասեմ, որ դա ընդամենը շատ կարճ ժամանակ հետո, ժամերի ընթացքում է այդ հարցը հարթվել, ուղղակի այտենց հանրայնորեն չի ստացվել։ Ես չէի պատկերացնում, որ դա այդքան հանրային արձագանք կտա, թե չէ վաղուց կհայտարարեինք դրա մասին, որ մենք վաղուց ենք խոսել, հանդիպել ու զանգով, հանդիպումով, մնացած ամեն ինչով։ Ամեն դեպքում հիմա ամենակարևորը բուն քաղաքական գործն է, որովհետև մենք նույնիսկ մենք չենք կռվել, բայց եթե նույնիսկ կռված լինեինք, հաստատ հեշտ կբարիշեինք։ Կարևորը մեր ընդհանուր գործն է, որը ծառացած է Հայաստանի ժողովրդի, հայ հասարակության հատկապես այն հատվածի համար, որ ուզում է ժողովրդավարություն, բայց չի ուզում իր վրա ժողովրդավարության անվան տակ ինչ-որ խառը բաներ ծախեն։ Այդ առումով մենք ընդհանուր ճանապարհ, ինչ-որ ընդհանուր պատկերացումներ ենք կիսում, խոսանք դրա մասին։ Դրա այն ինչի մասին ասում էիր, որ մենք ընդհանուր բաներ ունենք։ Ես ասեմ ինչն է, որ հստակ ընդհանուր է։ Ընդհանուր է մարդկանց կենսագրությունների նմանությունը։ Այսինքն մարդիկ են, ովքեր անընդհատ տարբեր թեկուզ շատ անհարմար բառի խոսացել են ժողովրդավարության, դրա անհրաժեշտության, դրա կարևորության մասին։ Մարդիկ են, ովքեր երբեք Հայաստանի դրա անկախության ու ինքնության հետ կապված հարցերում լուրջ են եղել եւ կոմպրոմիսային չեն եղել։ Մարդիկ են, ովքեր ուզում են փոփոխություններ եւ կանգնած են այնպիսի դժվարության առաջ, որ փոփոխությունների համար արժեքային նմանությամբ լայն գործընկերների ցանկ չեն տեսնում, չեն գտնում։ Այս մի ընդհանրություն է։ Երկրորդ ընդհանրությունը, որ ծրագրային բնույթի ընդհանրությունն է, դա այն է, որ մենք երկուսս էլ որպես թիմեր փոփոխությունների նախադրյալ ու առաջիկայել ենք համարում քաղաքական համակարգի որոշակի ռեֆորմները։ Ընդ որում, այդտեղ ենթաընդհանրություն է նաև այն, որ երկուսս էլ այդ փոփոխությունների մեջ կարևոր տեղ ենք հատկացնում նրան, որ 18-ի փորձը, այսինքն որ իշխանափոխությունը հայտնվում է մեկ մարդու գերպանում ու մենք կրակն ենք ընկնում հիմա էլ այդ նոր մարդուց ազատվելու հարցում,
դա պետք է լուծվի որպես խնդիր եւ մեկ անձի ձեռքում իշխանություն կենտրոնացնելու հետ խնդրեմ ունենք եւ բոլոր ռեֆորմները որ մտածում ենք թե մենք թե դուք ուղղված են նրան ոնց անենք որ մեկ անձի ձեռքում չափազանց մեծ իշխանություն չկենտրոնանա սա ինձ թվում է ընդհանրությունների խիստ մակերեսային ցանկն է տարբերությունները կարաս դու ասես կարող եմ ես մի հատ ես ասեմ մնացածը բանանես տարբերություններից առաջինը որ կա մեր հայացքում փոփոխությունների որ հատվածն է պետք անել սեփական թիմով ու որն է որ պետքա թողել հետո ավելի լայն հասարակական համաձայնությամբ անելու էս մի հարցերի խումբ է որտեղ մենք տակտիկական տարաձայնություն ունենք ինչն է հեշտ լինող եւ ինչը հեշտ լինող չի այս կտորում մենք տարաձայնություն ունենք եթե էլի կարաս դու թվարկես կամ զրույցի ընթացքում մենք ինքներս ու դիտողները կտեսնեն երևի որտեղ կտեսնեն հա երևի թե հենց այդ առաջի քայլի այսինքն բոլորին դեմ է մի թիմի տրամաբանության մեջ քայլ առ քայլ է պետք գնալ որոշակի փոփոխությունների, բայց այն որ համակարգային փոփոխության կարիք կա, այդտեղ թե նախկինում, թե հիմա բոլորս էլ հասկանում ենք, դա ասենք անքննելի բան է։ Մեր տեսանկյունից հետևյալն է, որ կան փոփոխություններ, որոնք պիտի արվեն հենց սկզբից։ Դա հենց այդ կառավարման մոդելի համակարգն է, որը մեր կարծիքով երկրորդ փուլին թողել պետք չի, որովհետև այն բան կա, ֆիլմ կար սովետական, ասում раньше сядем, раньше выйдем։ Մեկը պիտի արվի ու ինչքան շուտ արվի, այնքան ավելի լավ ու հիմա մեր կարծիքով դրա լավագույն ժամանակն է, որովհետև եթե մենք մի անգամ էլ բաց թողեցինք ժամանակը ու եկավ ինչ որ իշխանություն կամ բարեխիղճ կլինի կամ բարեխիղճ չի լինի, չգիտեմ ով կլինի, դրական պոզիտիվ կլինի փոփոխությունները, չէ, բայց մենք նորից բախվելու ենք այն խնդրին, որ լճանալու է, էլի սովորելու է այդ արքայից արքա կատեգորիային ամբողջ իշխանությունը մի ձեռքում ու դա շատ ու անընդհատ հանրությանը համոզել կամ դուրս բերել փողոց դա շատ ավելի դժվար անելու հիմա քանի որ կա այդ ցանկությունը նաև հանրության մեջ ձևավորված կա ու շատ հետաքրքիր ինչ է որ սկզբից երբ որ մենք սկսել ենք խոսել դուք դեռ չեք հայտարարել աշխատանքները ձեր սկսել եք բայց չեք հայտարարել որ կա բոլորին դեմը պրոյեկտը, մենք որ սկսեցինք խոսալ համակարգային փոփոխությունների մասին, մեզ մի տեսակ դաժե տենց իգնորել, ծաղրում էին, էլի ասում են, այս ժողովուրդը ուզում է մենակ 5000 դրամ թոշակին ավելը, այս ժողովուրդը չի ուզում, չի հասկանում, ի վիճակի չի հասկանալու համակարգային փոփոխությունների կարևորությունը, բայց այնքան գեներացվեց միտքը, հետո էլի ավելացան մարդիկ, ովքեր համակարգային փոփոխության կարևորության մասին, եկանք հասանք նրան, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որը հաստատ այն փոփոխությունները, որոնք մեզ ենք ուզում, չի ուզում, բայց ինքը ստիպված է ասել համակարգային փոփոխություններ, կառավարման այդ թվում մոդելի տարբերակի մեջ ինչ որ բաներ արտաբերել, որովհետև հանրային պահանջ կա ձևավորված։ Այսինքն մենք կարողացել ենք տեղ հասնել, բայց տարբերությունը հիմա ինչումն է։ Մենք գտնում ենք, որ ավելի լայն մասշտաբային գործողություն անել է։ Միանգամից մեծ գործ անենք, քան փորձենք փուլ առ փուլ, որտեղ փաստ չի, որ մենք հաջորդ փուլում կկարողանանք գեներացնել այսքան հանրային գիտակցություն, ցանկություն, դժգոհություն ու այդ ժամանակը ուղղակի ճիշտ է պետք օգտագործել։ Էսա հիմնական տարբերությունը։ Հա, ու մնացածում մենք արդեն ներկայացրել ենք բազմիցս ու մարդիկ լսել են, գիտեն, այդ շատ չծանրաբեռնենք եթերը ծավալի մասին բովանդակային առումով ինձ թվում է բոլորին հայտնի է, զուտ միանգամից մեծ բլոկն ենք մենք պատկերացնում, էլի հատկապես որ եթե հնարավոր լինի համաձայնություն լինի, օրինակ միանգամից բոլորը միանան այդ փոփոխությունը բերելու, թեպետ պետք է ասել, որ դաշտում, այ ոնց որ Միքայելը նշեց, այնքան մարդ կա, ով որ հանդես է գալի այ ժողովրդավարության, տենց արևմտյան արժեքների կրող, բայց այդ մարդիկ ընդհանրապես չեն ուզում փոփոխություն, որի պայմաններում իրանց ենթադրյալ իշխանության գալու պայմաններում իրանց ձեռից այդ իշխանությունը կկորի։ Ու սա բավականին լուրջ խնդիր է, որտեղ ժողովուրդն էլ, հանրությունն էլ մարդիկ որ լսում են, ասում են, այս ինձ սիրուն սիմպաթիչ, դեռ կին չի հայտարարել, դրա համար տենց ընդհանրական պետք է ասեմ, այս ինձ սիրուն սիմպաթիչնի տղա է, այս ինչ լավ սիրուն արտաքին ունի, այս ինչ լավ գրագետ խոսք ու լեզու ունի, բայց չեմ պատկերացնում, որ այդ մարդիկ ուզում են գան ու Սերժի կոստյումը հագնեն ու մնան։ Հա, կարող է բարեխիղճ լինեն, բայց մի ֆակտ, որ դա լավ արդյունք կունենա հետո։ Ասում եմ, մենք այս կազինոյում վաղուց ենք խաղում, շահելու հավանականությունը քիչ է։ Լրիվ։ Նայ,
այն որ հարցը որը բարձրացնում եք, այսինքն որ Հայաստանը որոշակի կոլեգիալ վերահսկողություն ունենա գործադիրի նկատմամբ, գործադիրի ղեկավարը չդառնա կայսր, ով տենց ինչը որ կոմ ուզում տանում է, իրան վերահսկեն ու այդ վերահսկողն էլ մի հոգի չլինի, որ տենց երկու հոգու իշխանություն չդառնա, դա լինի կոլեգիալ մարմին։ Ինքը լավ ու պիտանի բան է, ինչի հետ մենք էլ ենք համաձայն, որ դա լավ բան է, պիտանի բան է, որ լինի գործադիրի նկատմամբ կոլեգիալ վերահսկողության ինչ որ լծակներ, ընդ որում դա չլինի, հիմա կասեմ բան, այնա պարլամենտը կոլեգիալ վերահսկողություն է, բայց դա այտենց չի, որովհետև պարլամենտը քո քաղաքական հենարանն է երբեք քեզ չի վերահսկելու, խնդիրը այնա պետք է ձևավորել մի մարմին, որը մի քիչ ավելի երկար կյանք ունի, քան քո քաղաքական հաջողությունը, մի քիչ ավելի երկար է վերահսկում, քան դու կարաս ձևավորես կուսակցական պատկանելություն չունի։ Եվ այս կուսակցական դիկտատի տակ չի, այդ շատ լավ բան է, լավ կլինի, որ մենք այդպես ինստիտուտ ունենանք ու արժի նախաձեռնել դա։ Մեր վերապահումը ոնց որ գլխավոր մտավախությունը որ կա այդտեղ դա հետեւյալն է ինքը հանրաքվե պահանջող փոփոխություն է մեկ հանրաքվեի համար քաղաքական լայն համաձայնություն է պահանջվում 2 եւ հավանականությունը քիչ է որ մեր ու ձեր նույնիսկ Եվս 5 ուժերի միասնություն ձևավորելու դեպքում, եթե մենք ամեն ինչում համաձայնության գանք, միասին մեծ ճակատով գնանք այս փոփոխությունների, հավանականությունը քիչ է, որ մենք սահմանադրական մեծամասնություն կստանանք, երբ որ վարչական ռեսուրսը առավելևս ուրիշի ձեռքում է։ Գոնե սահմանադրական փոքրամասնության չափով վարչական ռեսուրս կա։ Այդ պայմաններում ոնց որ դա առաջ բրթելը 2 մեխանիզմ ունի։ Մեկը համոզելու մեխանիզմն է, որը դժվար է ալնելու իրանց համոզել։ Մյուս մեխանիզմը դա հաղթել ինքնուրույն անելն է։ Այդ հաղթել ինքնուրույն անելը դե ասացի, քիչ հավանական է որ այս ապատիկ վիճակում, որ հանրությունը շատ տարբեր օրակարգերով շեղված է, այս օրակարգը 67+% ստանա, համաձայնություն իրանց հետ դժվար ալնելու կայացնել։ Դրա համար այդ տեսանկյունից ես օրինակ մտածում եի, եթե բոլորին դեմը չլիներ, դուք էլ չլինեիք ու ես մտածած լինեի այն ինչ դուք եք առաջարկում ու ես որոշեի դա անել կազմակերպել ու գործադիրի լծակներ ունենայի, ես դե ֆակտո գետնի վրա կսկսեի այդ ինստիտուտի ձևավորման հիմքերը կազմակերպել, այդ հարցը դնել լայն քննարկման, այդ թվում քաղաքական ուժերի մեջ, Օվերտոնի պատանով անցկացնել, համոզել, սովորական դարձնել, որ չէ տրեք ճամպրծել, այլ բան չի խաղարկվում աբսոլյուտ դիկտատորի աթոռ, այս ալնելու վերջը հարմարվեք, եկեք դրա շուրջ բազարարեք, ինչն եք ուզում, մի քիչ նենց փոխեք, ինչ որ պահի ես դա կդնեի ոնց որ վիլկա կդնեի, որ ախպեր լավ, մենք իրար այդ համաձայնության չենք գալի, կլինի գոնե համաձայնության գանք, որ այս ուղարկում ենք ժողովուրդը որոշի։ Okay, քվեարկեք թող գնա հանրաքվեի, որտեղ դուք ոչ կքվեարկեք։ Եկեք տենց անենք։ Դուք ոչի թիմը կձևավորեք։ Ես տենց ոնց որ կսկսեի էփել այս թեման, ու դե այդտեղից էլ ծագում է ոնց որ որոշակի ինչ անել առաջիկա 3-4 ամսումի շուրջ եղած մարտավարական տարաձայնություններ։ Եվ ինչ անել ասում այդ մի քանի ամսում։ Դե այս սրա հետ դե տարբերակ է, բայց ես կարծում եմ որ բոլոր տարբերակները պետք է փորձարկել, շուտկի պետք է փորձել նախ այդ Օվերտոնի պատուհանը ոչ թե քաղաքական ուժերի մոտ միայն պետք է ձևավորել, մենք դա անում ենք իրականում, ամենաանհավանական տեղերում, ամենակիչ այսպես դրական ձայն ստանալու անգամ ինչ-որ տենց գլխիս են շարժում ստանալու հույսով անգամ, բայց միևնույնն է շարունակում են գնալ հանդիպել, խոսել, բացատրել, որտեղ դա շատ կարևոր է, եւ ամենակարևորը այդ Օվերտոնի պատուհանը հասարակության ներսում պիտի բացես, որտեղ մարդիկ պիտի լսեն, մարդիկ պիտի իմանան, որ ստաբերակ կա ու դա մի հատ վիճակ է ստեղծելու, որտեղ իրանք ամեն անգամ ինչ-որ հարց լուծելու համար պիտի փողոցներով, տենց ամիսներով, չքնելով, հաց չուտելով, ծեծ ուտելով կամ ինչ-որ տարբերակներով չլինեն, էլի, սա ինչ-որ
այս պահի դրությամբ առնվազն գոնե այն տարբերակն է, որը, չգիտեմ, ինչ որ նման մոտիկ ծրագիր ես դեռ չեմ լսել, չգիտեմ, գուցե կա, ներողություն եմ խնդրում, եթե նման պրոյեկտ ինչ որ մեկ ունի, գոնե չկա, էլի, ու սա պետք է, ես կարծում եմ, անընդհատ sense փորձել անել։ Թիմով ընտրությունների գնալ մասնակցելու թե չէ, նորից, եթե կա շանս, որ իսկ ես տենց չէի փակի, որ առհասարակ ոչ մի հնարավորություն չկա, որտեղ հասարակության մի մասը все-таки սպասման մեջ է։ Այդ stand-by վիճակում է, ով ոչ թե ապացիկ վիճակում է, անտրամադրյալ։ Ուղղակի չի արվել առաջարկ, որը իրանց համար ընկալելի ընդունելի կլներ, ու դա այդ 5%, 10% կբարձրացնեմ, այսքան տեղ կանեմ։ Բոլորի արածը թող սաղ լավ լինի, թող Հայաստանը ծաղկի, թող միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեն, այդ իրականում առանց հեգնելու դա շատ կարևոր է, տնտեսության զարգացումը շատ կարևոր է, բայց պետք է հասկանանք, չէ՞, ասում եմ, լավ, այս ժողովրդի, այս պետության բանը ո՞րն է լինելու, երաշխավորողը, այդ համակարգը ո՞րն է լինելու, որտեղ մարդիկ չեն, էլի, դա պետք է սիստեման աշխատի, որ այս պետությունը կայուն լինի։ Լավ, հիմա ես եմ այսօր բարի եմ, բա որ վաղը լավը չեղավ, տրամադրությունս փոխվեց, կամ չգիտեմ, էլի 1000 ու մի հարց կարա լինի։ Այնպես որ այս իմաստով все-таки մենք գտնում ենք, որ շուտ սկսենք, միևնույնը անելու ենք։ Մի օր շուտ սկսել մնում է այդ արգումենտներից մեկը։ Ու հիմա ամենածանր վիճակն է, ամենաբարձ sense անկումային վիճակ է, ու հիմա ինձ թվում է այ լուրջ process սկսելը ամենաճիշտ ժամանակն է, որտեղ քանդված է, էլի, ավիրված է ուղղակի։ Պետական համակարգը Նիկոլ Փաշինյանը, եթե նախկինում մենք ունենք կիսատ համակարգեր, հիվանդ համակարգեր, թերի զարգացած համակարգեր, հիմա այս Նիկոլը լրիվ հավասարացրել է 0-ի ու դա անում է ամենօրվա ռեժիմով ու հաստատապես դա անում է մի բանի համար, որ վաղը համոզի, թե ինչի է այս պետությունը, այս երրորդ հանրապետությունը լավը չի, ինչի այս սահմանադրությունը լավը չի, որովհետև բոլորը վրայով քայլել են, հիմնականում ինքը իհարկե։ Ու սա ժամանակի խնդիր է։ Ամենալավ ժամանակը մեր համոզմամբ հիմա է ու դրա համար մենք պնդում, որ սա է պետք է անել այս process-ում։ Այ մեր վերսիայի դեպքում մենք sense ենք էլի մտածում։ Մենք ոնց որ ավելի նայել ենք քաղաքացու տեսանկյունից, այսինքն ելել ենք այն կանխավարկած, որ օքեյ, ենթադրենք չկան քաղաքական ուժեր, չեն պայմանավորվում իրար հետ, քաղաքացու դիրքից ոնց է երևում, ու մեր ոնց որ մոտեցման ու հաշվարկի դեպքում sense էր, ոնց որ քաղաքական ուժերին ոնց շահագրգռես իրար հետ նստեն պայմանավորվեն այդ վերահսկողություն, իշխանության բալանսավորում եւ այլն, այն ռիսկով, որ եթե դուք համահանեք չպայմանավորվեք ու նորմալ կառավարման համակարգի շուրջ համաձայնության չգանք, մենք կգանք բոլորին դեմ կքվեարկենք ու կփչացնենք ձեր սաղի ապագայի պլանները, գեղեցիկ կարիերան։ Միևնույն ժամանակ այս համոզել անցկացնելը ինքը քանի որ ավելի կարճ նկարագրվող իդեա է, ավելի հեշտ է բացատրվում ոնց է հետևանքներն լինելու իր առաջ, ոնց ինչ հետևանքներ առաջացնելու ինչը ոնց մեր հաշվարկում ինքը ոնց որ մենք այդ կողմից ենք ասում։ Հիմա որպես մարդ ով քաղաքական process-ներով հետաքրքրվում է, ինչ որ չափով հասկանում է, ես ոնց որ կարամ քո հետ եւ համաձայնության կամ եւ առաջ մղեմ այդ օրակարգը իդեան, որ ասում ես, բայց ինչ որ բուստեր է պետք, ինչ որ խթան է պետք, որ քաղաքական ուժերը դրա շուրջ համաձայնության գան, որովհետև բոլորը մարդիկ կամ իշխանություն չեն ուզում, ասում են վիճակը շատ բարդ է, ինձ իշխանություն պետք չի, կամ ով էլ ասում է ես ուզում եմ, ասում է, բայց ուզում եմ աբսոլյուտ իշխանություն, որ գամ ամեն ինչ դզեմ։ Հա, մենակ ամբողջ իշխանությունը ոչ մեկ չի մտածում, որ այս քայքայված վիճակում կոլեգիալությամբ, կոմպրոմիսներով ու ազգային համաձայնությամբ այս խնդիրների միջից կարելի է դուրս գալ։ Բայց միգուցե հենց այդ է ճանապարհը, միգուցե մի հոգու գլխում ոչ մի հանճարեղ միտք չի ծագի։ Մի հատ բան ասեմ, ես նայեցի մեր առաջի հանդիպումից հետո որ կայքերը բան տվեցիք արդեն բաներ ունեիք հրապարակած, ես այն ժամանակ նայեցի սիստեմը զգացվում է որ համակարգային մտածողություն ունեցող մարդիկ են հավաքել, որտեվ տրամաբանական կապը ինձ համար օրինակ ամբողջությամբ հասկանալի էր, պարզ իդեաներ, շատ քիչ քանակով 100 օրը ինձ համար այդ իմաստով հասկանալի էր, որտեվ այդ 3 իդեաների համար օքեյ է, լավ գալ, մասնակցել, չմասնակցել, ձայները տալ, այսինքն ինձ համար օրինակ
շարքային քաղաքացուն բացատրելու համար սա մաքսիմալ հեշտ պրոյեկտ է, ընկալելի պրոյեկտ է, ասենց ասեմ։ Այդքան հեշտ չի լինելու, բայց ընկալելի պրոյեկտ է լինելու, այսինքն ինքը համակարգային է, ու ինձ նաև համաձայն չլինելով այդ բանի հետ, միևնույն ժամանակ շատ դուրս գալիս է ինչը, որ սիստեմն մտածող մարդիկ են, այսինքն համակարգային մտածել են ու մտածել են բոլոր դետալները, ինքը դրանով շատ հետաքրքիր է դառնում։ Ափսոս որ մի քիչ ավելի շուտ չենք հանդիպել, քան երկուսս սկսել ենք առանձին աշխատել, փաստորեն, հա, ասեմ, որ մենք տարբեր հարթակներում 20 թվականից հետո հանդիպել ենք, մենք բոլորս, թե Միքայելը, թե թիմում բոլորին դեմ եմ մեջ եղած տղաների մի մասը գոնե ինձ հանդիպել է տարբեր հարթակներում, թե մեր թիմի անդամները տարբեր տենց միջոց մենք ենք կազմակերպել, հա, հրավերով մասնակցել ենք ու բոլորս լուծում ենք փնտրել ու ամեն մեկը ի վերջո հասկացել է, որ պետք է ինչ-որ մի բան անի։ Այս սա դրա արդյունքն է, որ մենք ունենք պրոյեկտներ, հիմա պետք է հասկանալ, թե ոնց կարելի է ընդհանուր ինչ-որ մի բան մտածել, որովհետև հանրությանն էլ չի կարելի, այդ խնդիրն էլ կա։ Իհարկե կարող ենք փորձել առանձին գնալ, բայց նաև հանրությանը չի կարելի անընդհատ տենց բանի մեջ պահել, հա, այդ պարակտման մեջ պահել ու պետքա փորձել ընդհանուր եզրեր գտնել։ Մենք խոսել ենք նաև այլ ուժերի հետ, ինչպես ասացի, նենց չի որ իրանք չեն հասկանում այդ խնդիրը, հասկանում են, որ օրինակ այսօրվա խնդիրը տեսնում են, ակնհայտ է, չէ, որ այսօրվա իշխանությունը, այսօրվա համակարգի պայմաններում ինքը տենց ոնց որ միանձնյա է ու կամ մի հատ գործիք դա impeachment-ն է, որը օբյեկտիվն է իրականացնելու համար սահմանադրական գործիքները բավարար չեն ու եթե փողոցում մարդիկ չլինեն դու չես կարող դա իրականացնես։ То есть все равно էլ ինչ որ խնդիր կա ստեղ։ Իրանք էլ են դա հասկանում, նենց չի որ չեն հասկանում, այլ խնդիրը որ շատ ճիշտ ես ասում, իրանք ամբողջական փաթեթն են ուզում։ Բայց նաև իրանց տեսանկյունից էլ որ քննարկում ես, եթե ուզում ես լուծում գտնել, պիտի շատ հնարավորություններ ունենաս, հա, բայց էդ էլ նորից վերադառնում ենք նրան, որ մարդիկ միանձնյա կառավարման, այ մի հոգու, մի ուժեղ մարդու, տենց որ ձեռը խփի սեղանին ու ոչ թե նստի համաձայնվի, ասենք Միքայելի հետ նստենք խոսենք, մտածենք Միքայել ջան, դու այն մյուս ուժը, բա ոնց ենք իրար հետ լուծելու, ով ինչ առաջարկ ունի, եկեք համաձայնվենք, ասում եմ կպնենք իրար հետ ուժերով, ինչ-որ բան անենք։ Այս տրամաբանությունը մեր մոտ մի տեսակ չի աշխատում։ Ոնց որ ասենք ֆուտբոլը չեն կարողանում խաղալ, շախմատը լավ ենք խաղում, աշխարհի չեմպիոն ենք դառնում, ֆուտբոլը մի տեսակ ոնց որ չի ստացվում մեր մոտ, բայց ստացվելու է, ինձ թվում է ինչ որ մի պահի պիտի ինչ որ մի բան ստացվի, որտեղ մեզ ալտերնատիվա չեն թողնում էլի։ Ասում եմ, մենակով ղեկավարելը հեշտ է, դժվարը համոզելն է, որ այդ մի հոգին ես դու ես։ Դու պիտի չլնես, հակառակը, այդ մի հոգին պիտի դու չլնես, ուրիշ մարդը պիտի լինի, այդտեղ հա, մեծ դժվարություն կա, այս էլ է անձնական ամբիցիաները, այստեղ շատ տխուր պատմություն են, որտեղ մարդիկ կան, որոնք կարային պա իդեի լինեին միասնության, այդ խմբում, թիմում, բայց մի տեսակ ոնց որ շատ է աստղայինը տարել, այդ մեր խնդիրներից մեկն է ցավոք սրտի։ Երևանի երկինքն էս կեղտոտա մի հատ աստղ չի երևում, բայց սաղին աստղայինը տանը։ Ոչինչ, ընտրություններից առաջ մենք լիքը աստղներ ունենք ներքևում, որոնք կենթանի չեն հանձնվում։ Բայց ինձ թվում է մենք պրինցիպի ներկայացրեցինք, հա, որ նա տարաձայնությունն, ընդհանրությունը, չգիտեմ, լուծումները շարունակել երևի, որտեղ ընտրությունն շատ քիչ ժամանակ է մնացել, շարունակել, խոսել, քննարկել, լուծումներ գտնել, որտեղ ու շատ տարբեր, մենք գոնե, հա, հանրային էլ Չնայած ասել եմ, մենք օրինակ տարբեր ուղղություններով ենք փորձում հասկանալ ոչ միայն ուղիղ ընտրություններին մասնակցելու process, այլ նախընտրական process-ներին, գուցեև փողոցային process-ներ լինեն, հանրային ինչ-որ process-ներ լինեն, հետ ընտրական process-ները բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ սենց հեշտ ու հանգիստ չի անցնելու ընտրությունները, հետևաբար այս ամեն ինչը տարբեր ուժերի հետ քննարկման process-ների մեջ է, ինձ թվում է դուք եք մտածում քննարկում, այնպես որ տարբեր ֆրոնտեր կա աշխատելու, ստեղ շատ սպասումները մեզանից շատ է, դրանից իրամիջանից ասեմ պատասխանատվությունն է նաև շատ, որտեղ երբ որ քեզ վստահում են, այդ նույն վիճակում ինձ թվում է ձեր մոտ են, ձեր թիմում են ժողովուրդը նույն բան զգացումը ունեն, որտեղ մարդիկ կայնում ես ճանաչում են, մարդիկ կանում հետ նոր եմ ծանոթացել ու դու զգում ես, որ մարդիկ ներքուստ ունեն իրենց այդ բանը, էլի
պատասխանատվության զգացումը, ու երբ որ սպասումներ ունեն քեզ հետ ու վստահում են քեզ, դա ոնց որ հազարապատկում է, այդ պատասխանատվության զգացումը, դա ոչ թե աստղային հիվանդության տանելու պատճառը, այլ դա լրացուցիչ պատասխանատվություն է, որը մենք պիտի, չգիտեմ, ես բոլորս հաշիվ տանք, թե ինչ ենք անում։ Երկու բառ ես ասեմ, բան, քանի որ դիտողների մոտ բնականաբար բան է, էլի, մարդիկ ովքեր միավորում են սպասում, իրենց համար մոտեցում են, դե լավ դե ինչ եք դրի, ինչ եք խոսում, սաղ մի կողմ դրեք, միացեք իրար բան։ Պրոբլեմը հետևյալն է, ոնց որ սկզբունքային մարդկանց ուժերի աջակցելու բացական կողմը այդ է, որ այդ ուժերը իրանց արժեքներն ու գաղափարները կարևորում են։ Բայց լավատեսական նոտայով փակելու համար պետք է ասեմ, որ երկու կողմն էլ շատ լավ տեխնիշնի ու լավ բանակցողներ են, հենց որ կարծում եմ լավ ալնելու։ Հաստատ պիտի լավ լինի, մեզ ալտերնատիվա չեն թողել, մենք իսկապես արժեհամակարգ կրող ու որակով մարդիկ, իսկ ամենակարևոր առավելություններից մեկն էլ բոլորին դեմ է մի թիմի, դա երիտասարդներ, համեմատաբար երիտասարդ լինելն է, իսկ քաղաքականության առումով կարելի ասել, որտեղ մենք մի տեսակ ոնց որ շատ մեծերը շատ են, էլի ասում եմ, հներից շատ կան տարիքով եւ մնացածով։ Այս իմաստով որակյալ խելացի մարդիկ շատ կան, սիստեմնի մտածող մարդիկ շատ կան, ու սա ամենամեծ առավելություններից մեկն է թիմի։ Նենց որ ժողովուրդ, ասում եմ, մենք այնպես չի, որ չենք խոսում, չենք քննարկում, չենք հանդիպում, այդ անհանգստությունը թող բոլորի մեջից դուրս գա։ Իհարկե հանդիպում ենք, իհարկե քննարկում ենք, իհարկե լուծումներ ենք փնտրում, եւ լուծումները կարճ ժամանակ հետո, իսկ կարծում եմ մենք արդեն պիտի ստիպված լինենք, որտեղ ժամանակներն են շատ քիչ, պետք է տեխնիկական ժամկետները մեզ չեն շնորհեն, այո։ Շատ շնորհակալ եմ Միքայել ջան։ Ես համոզված եմ, որ մենք ունենք հնարավորություն դուրս գալու այս վիճակից ու մենք պարտավորություն ունենք։ Մերսի հրավերի համար, ձեր գեղեցիկ տաղավար։